երրորդ օրն է ուկրաինացի զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենաները կանգնած են ռուս-ուկրաինական սահմանին։ Սարցախցիկում 1212 մարմին կա, մնացածն էլ երկաթուղով են տեղափոխելու։ Կիևից դեռ չեն եկել զինծառայողների մարմինները տանելու։ Ուկրաինական կողմը պատճառաբանում է, որ մարմինների հայրենադարձման և փոխանակման վերաբերյալ հստակ ամսաթիվ չի որոշվել։ Զապորոժիայի նահանգապետ Եվգենի Բալիցկինը հրապարակել էր ուկրաինացի զոհված զինծառայողների նույնականացված ցուցակը, որը Կիևը 3 օր է չի ընդունում։ Մենք կսկսենք հրապարակել նույնականացված մարմինների ցուցակները, որպեսզի մարդիկ կարողանան գտնել իրենց հարազատներին։ Եվ մենք հասկանում ենք, որ ուկրաինական կողմն ունի այս տվյալները, բայց զգուշորեն թաքցնում է ժողովրդից։ Աշխարհի տարբեր երկրներից եկած լրագրողները հենց դեպքի վայրից են արձանագրում։ Կիևը սահմանին է թողել իր զինվորների մարմինները։ Չեն բացառում, որ Զելենսկին միտումնավոր թույլ չի տալիս տանել մարմինները, որ իր ժողովրդից թաքցնի զոհերի իրական թիվը։ За нами стоят грузовики. Մեր հետևում բեռնատարներ են, դրանց մեջ ավելի քան 1200 ուկրաինացի զինվորների մարմիններ են, որոնք ըստ երևույթի ինչ-ինչ պատճառներով Ուկրաինային պետք չեն։ Так что печальное событие, почему мы здесь. Это плевок в лица. Սա ապտակ է միլիոնավոր ուկրաինացիներին, նույնիսկ նրանց, ովքեր դեռ շարունակում են հավատալ Զելենսկիին։ Եվ ես իսկապես հույս ունեմ, որ տեսնելով այս իրավիճակը, ուկրաինացիները վերջապես կհասկանան, թե ով է կառավարում այս երկիրը։ Вопросы и наконец поймут. Տեսեք, սա հանցագործություն է, որովհետև նրանք պայքարել են իրենց երկրի համար։ Ըստ հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածության գերիների փոխանակումը պետք է լիներ հունիսի 7-ից 9։ Դեռ շաբաթ օրը Ռուսաստանի նախագահի օգնական Մեդինսկին հայտնել էր, որ Մոսկվան պատրաստ է փոխանցել ուկրաինացի զինծառայողների մարմինները և ռազմագերիների ցուցակները։ Սակայն ուկրաինական պատվիրակությունը փոխանակման չի եկել։ Զարհի Սահակյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։